Ողջույն հարգելի հեռուստատողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բավականին հետաքրքիր թողարկում եւ երաժշտական եւ ինֆորմացիոն եւ ուրեմն շատ սպասված հյուր։ Բայց նրա մասին րոպեներ անց, որովհետեւ այս պայն պետք է մեծագույն սիրով շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրքում եւ Աստծո օշնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Իդեպ ասեմ, որ տեսահոլովակի հետ թե ինչ կապ ունի այսօրվա իմ հյուրը կիմանաք րոպեներ անց։ Քեզ իմ հարև իմ հոգի աշխարհի հետ չեմ փոխի Քեզ իմ աշխարհ իմ հոգի չեմ զիջելու ոչ ոքի Մտքիցս դուրս չես գալիս հոգուս հանգիստ չես տալիս Ես չգիտեմ, թե դուք ինչ մտածեցիք, բայց ես կարող եմ ձեզ օգնել, հարգարժան հեռուստադիտողներ։ Առաջարկում եմ դիտել մի քանի տեսահոլովակների հավաքածու։ Իդեպ ասեմ, այս տեսահոլովակների երգերի հեղինակը իմ տաղանդավոր ընկերը արդեն տաղավարում է, ում մասնախոսքը կիմանաք րոպեներ անց։ Մի կես խոսքից, մի մեծ սրտի երկու կտոր, քույր ու եղբայր Չունի իմաստ աշխարհն արար առանց իրար Մի մեծ սրտի երկու կտոր քույր ու եղբայր Ապրում ենք սիրտանք ամեն օր իրար համար Դու եկար դարձա լույս
լույսը մեր տան ինչքան եմ սպասել ես այսօրվան որ գրկեմ բալես քեզ ու ասեմ վերցրու իմ կյանքը քեզ դու եկար դարձա լույսը մեր տան ինչքան եմ սպասել ես այսօրվան որ գրկեմ ամուր քեզ ու ասեմ վերցրու իմ կյանքը քեզ Ինչ կա չկա իմ սրտում ես քեզ եմ նվիրում Ես աղջկա մաքուր սիրտը շատ եմ հավանում Ինչ կա չկա իմ հոգում կտամ ու կբացել Ես աղջկա ջահել կյանքը որ ես չանկացնել Սիրտը մարդու իմ ջիգարով յանես դու աշխարհի համովն ես դու համ սիրուն համ լավն ես դու թկաղնի սիրտը մարդու Իմ ջիգարով յանես դու աշխարհի համովն ես դու համ սիրուն համ լավն ես դու կկանգնի սիրտը մարդու Եկայք գիշեր վառենք բոլոր մոները Թույլ տուր ասեմ սրտիս բոլոր խոսքերը Թող այս գիշեր երազդառնա մեր սերը ու իմ գրկում այրվեն քո տաք շուրթերը Դե ինչ, ես վստահ եմ, որ հենց հիմա իմ ընկերներն են ավելի մոտ նստել, գործընկերներս, ինչու ոչ շատ երգիչներ եւ ասում են ձին ի վերջո հասավ, պատկերացնում եք ու շատ դժվարությամբ, որովհետեւ ասեց ձինը շատ հայտնի դեմքեր կան, թող իրան կան, էլի, քեզ մոտ տաղավար։ Ես ոնց բացատրեմ, որ ինձ մոտ տաղավարում գալիս են բոլոր այն մարդիկ, ովքեր որ նորություններ ունեն եւ շատ հին ընկեր են։ Իսկ դրա մասին խոսելը աննկատ կարող անցնել րոպեների ընթացքում, որովհետև հենց հիմա մեծագույն սիրով ես հյուրընկալեմ իմ տաղանդավոր ընկերոջը, մեծն Հայկ Գևորգյանին։ Հայկ ջան, ողջույն։ Աստծո բարին Զինա ջան։ Մենք իրար հետ ծերանում ենք, ասա։ Էդ եմ ասում, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ քյուրն եմ, անկեղծ եմ ասում, շատ եմ կարոտել իմ ու քո եթերային զրույցներին, ու տենց նախապատրաստական ընթացքում մտքով երևի մի 18-20 տարի հետ գնացի։ Դեժավիա մոտդ։ Հա, հիշեցի այն ժամանակվա լավ ավելի խաղաղ օրերը, որ քեզ հաճախ էի հյուրի դնում, ու մի բան ա փոխվել։ Դու գնալով ջայլանում ես, ես ծերանում եմ։ Այդ դրա մասին չի քննարկվում, լավ։ Շատ լավ, բայց ես չեմ վախենա ու կարող եմ ասել, որ ինչքան երգաններ ծնվում են, գալիս են, գնում են, շատ երգիչներ են կարծես թե վերջի ժամանակատված երգեր սկսել գրել, Հայկը իր ուրույն տեղն ունի մեր մշակույթում, երգարվեստում եւ շատ ընկերներ ինչքան էլ տարբեր երգանների հետ աշխատում են, ես անձամբ եմ լսել Հայկո, որ ասում են, չէ, բայց հիմա պետք է Հայկը գրի այդ երգը, որովհետեւ դա Հայկի ոչն է ու Հայկոն գիտի ես ինչ եմ ուզում։ Ես դա շատ երգիչներից եմ լսել, այսինքն դու ճանաչելով երգչի ձայնային տվյալները, նրա էությունը, գիտես թե դրան ինչա պետք։ Ճիշտ եմ։ Դե հա, կա իրականում նման բան։ Էդի գիտես ինչից է ձին, այս վերջերս մեր ընկերներից մեկն էր, երաժիշտ ընկերներից մեկը ասեց Հայկ, տես ինչքան մարդիկ գալիս են գնում են, բայց դու միշտ քո տեղում ես, տենց երբեք չեղե որ ես իմ ուր եմ հասել կամ իջել եմ, միշտ ես իմ տեղում 20 տարուց ավել խոնար, իմ համար աչքս հաշած, խելոք աշխատում եմ էլի ձին ջան։ Գնա ցուցակի փոփոխություն չես արել։ Չէ։ Ինչի։ Դե, լավ։ Այսօր մարդիկ 4 հատ երգ են գրում, ունենց միլիոններ են ուզում։ Չէ։ Ես մի հատ սկզբունք եմ իմ համար տենց մշակել, ասում եմ ընտանիքիս հոգսերը եթե կարողանամ հոգամ, երեխես անոք մանկություն ունենա, մնացած ոչ մի ավել բան չի։ Տարիներ առաջ մեր ընդհանուր ընկերոջ հայրը Խաչիկի Եղոյան մեր սիրելի Արտավազ Դիողյանը մի հատ միջոցառման ժամանակ զույգերին ուզում էր բարեմաղթանք ասել, բաժակը վերցրեց ու ասեց երեխեք ջան, Աստված տա կյանքում անհրաժեշտի պակաս չունենաք, ավելորդի ձգտում։ Ու ականջի սող եմ արել, անկեղծ եմ ասում։ Հա, լավ խոսքեր են, բավականին։ Շատ լավ, բայց ես գիտեմ ընկերներ, որոնք միշտ անդավաճան են քեզ։ Բայց այդ բոլորից մեկտեղ ինձ մի հարց է տակրում։ Հայկո կա երգ, որ ծնվում է, ուղղակի ծնվեց այդ երգը։ Ու դու տենց մտովի հասկանում ես, որ այդ երգը, չգիտեմ, այս մի երգչինն է։ Ու զանգես ասես, լս իմ այդ երգ կա ծնվել։ Ինձ թվում է այդ քոնն է։ Հենց էդի, չգիտեմ, առավելությունն է, թե թերությունն է, բայց էդի իմ մոտ մի քիչ բացակայում է էլի այդ բանը։ Լուրջ ես ասում։ Դե ուրեմն պատվեր լինի։ Չէ, պատվեր չլինի, ձին օրինակ երգիչների շատ կան, որ զանգում են
Դե բոլորի հետ ընկերներ ենք, ասում են, այս ոչ ինչ որ բան կա, մոտս լինում է միշտ պատրաստի գործեր, ուղարկում եմ կամ ասում եմ, այդ դեպքում գրեմ, ուղարկեմ, բայց այդ որ ես տենց անգեմ բան, դա մի քիչ հեռանում եմ։ Հա, կամ չես հասցնում։ Չէ, դե Մի ամեստությունները։ Մի ամեստությունները։ Լավ, Հայկ, ես շատերին եմ տալիս այս հարցին երկհան ընկերներին, ասում եմ, ընդհանրապես ստեղծագործելու համար քեզ ինչ է պետք, մթություն, մոմեր, տենց խոր իմաստ, լռություն, ոչ մեկ չխանգարի, թե երգը մեկ էլ այդ պահին կարող է ընկերներով նստածին ես ծնվեց ու մի հատ դիկտաֆոնի վրա երգես։ Կարող է շատ մարդկանց համար մի քիչ տարօրինակ թվա, բայց անկեղծ պետք է ասեմ, էլի։ Աստված ամեն մեկին մի շնորհ ա տվել։ Ամեն մեկը մի աշխատանքով ազգում, հիմա ինձ էլ է տվել, տենց չի որ սարեր ենք շուր տալի, տենց էսի մինչեր ենք անում, հիմա լսում եմ էլի շատ են տես մեծ խոսում նստեցի օրերով, բանով։ Չէ, մուսա գալիս է, կարող է մեքենա վարելուց էլ դիկտաֆոնում ինչ որ բան կա զապիս անես, հետո գնաս տանը գործիքով մշակես։ Տենց էսի ինչ բաներ չի էլի, ձին անկեղծ եմ ասում։ Հայկո վերջի գրած երգդ երբ ա եղել ում համար։ 3 չառաջորդն ենք պրեմիերա արել։ Շուտ էի գրել, բայց 3 չառաջորդն ա եղել պրեմիերան, Սոնայի լարա։ Այո։ Նա ռիթմիկ երգեր, այդ ա եղել վերջինը։ Հայկո, ես քեզ համար բլից հարցեր ունեմ։ Խնդրեմ։ Երկար չմտածես։ Գնացինք։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Սուրճ։ Նախաճաշ անկողն թե երեկոյան մոմերի տակ ընթրիք։ Ցերեկը ինչ որ մի բան տենց։ Պիցա։ Սպորտային հագուստ թե երեկոյան։ Սպորտային։ Նախընտրած ուտեստ։ Մամայի սարկած տոլմա։ Լավ, խմիչք։ Ոչ մեկ, հավատա անկեղծին։ Հայկո կենաց կա, որ սիրում ես։ Բարով տեսանք։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Ինչ որ ինձ վստահված է։ Բան կա, որ երբեք դա չես անի։ Հա, շատ բաներ կա։ Հայկո, ինչից ես վախենում։ Անկեղծ ասեմ։ Հա։ Մահից։ Լուրջ ես ասում։ Հա։ Կոպաստան քո կյանքում բան չի փոխվել։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ եւ դու եւ այս հարցին դժվար պատասխանում էր Խաչիկ Եղոյանը, ու ես գիտեմ, որ ինքը բավականին ստրեսների մեջ էր ընկել, չգիտեմ ինչու։ Կարամ ասեմ ինչի։ Հա։ Անկեղծ եմ ասում, մահից եմ վախենում եմ, քանի որ ես քրիստոնյա եմ, բոլորս քրիստոնյա ենք, գիտեմ երկնային կյանք, դատաստան, արածներից ու չարածներից համար պատասխանատվությունից, անկեղծ եմ ասում։ Որտեվ ամեն մարդ ինքը գիտի ինչ արել, ինչ համար ոնց է պատասխան տալու, անկեղծ ասում եմ։ Հայկո, դու դրա մասին ընդհանրապես չպիտի մտածես։ Ախպոր պես, դրա մասին լուրջ այն դեմքերը պետք է մտածեն, որ իսկապես մենակ վատն են արել ու լավության դեպքում են, որ ոչ մի բան չեն արել, վերևներին պետք է պատասխան տան։ Դու դրա մասին չպիտի մտածես։ Դե մտածում եմ։ Աստված իմ։ Ո՞վ է Հայկոյի կյանքի հերոսը։ Կյանքիս հերոսները շատ են, անկեղծ եմ ասում։ Մեկին ասա էլի եթերում։ Իմ կյանքի հերոսը դե բնականաբար իմ համար տղամարդու իդեալ որպես որ ես ուզել եմ նմանվել, հայրս է, դե հայրս ցավոք չկա։ Հիմա ամեն ինչ փորձում եմ տղայիս մեջ գտնել։ Ապրես։ Շատ լավ։ Իսկ ինչը երբեք չես ների։ Ձին այնքան եմ ես կյանքում ներվել, անկեղծ եմ ասում, որ տենց շատ փոքր եմ որ չներեմ, էլի ես անընդհատ ներվում եմ։ Լավ, մայրաքաղաքում նախընտրած անկյուն ունես։ Նոր-նորքի 8-րդ զանգված 32 շենք 46 բնակարան։ Շատ լավ է։ Ինչ ես անում, երբ տխուր ես լինում։ Շատ բաներ կա եւ նվագում եմ։ Նվագում ես։ Հա, նվագում եմ։ Լավ։ Որն է Հայկոյի ամենաուժեղ կողմը։ Ես շատ եմ սիրում։ Անկեղծ։ Հա։ Հա։ Մարդ, ով գիտի քո բոլոր գաղտնիքները։ Ես ու Բարսելը։ Լավ, միանգամից շեղեմ։ Բոքս թե շախմատ։ Բոքս։ Դե այդ նշանակում է դու ինչ որ չափով նաև կարող ես ընտրել մարզիկների անուններ Արման Ծառուկյան թե Մագրեգ օրինակ։ Բնականաբար Արման Ծառուկյան։ Վերջացավ։ Իսկ դու հաճախ ես սեր խոստովանում Հայկո։ Օրը 3-ից 4 անգամ կնոջս։ Մոխ։ Ասեմ խի։ Ինչ ասեմ։ Որ ինձ դիմանում է, անկեղծ։ Դելով դու այդքան ինչ ես քեզ ուտերով։ Մի քիչ բիձա եմ ինքը այդքան փոքր ինձ անես տարիքով, մի քիչ։ Հիմա հերոստատիտողը կմտածի ինչքան փոքրի հետ ես ամուսնացել։ 12 տարի։ Հա 12 տարի նորմալ է։ Հա։ Հիմա որ սովորեն կանայք ավելի մեծ լինեն, քան տղամարդիկ, դու ինչ ես նեղվում։ Իսկապես դու պապայություններ արդեն կանաս իրան իմ կարծիքով։ Շատ լավ։ TV թե ռադիո։ Քանի որ հիմնականում դրսում եմ լինում մեքենայով, երևի ռադիո։ Շատ լավ, իսկ Հայկոն ունի կարգախոս։ Սիրեք իրար։ Հայկո, մենք ունենք
օրվա հոբելյարներ։ Տեսախցիկը քոնն է։ Շնորհավոր ես։ Սիրով շնորհավորում եմ բոլորին, տենց ամպագորգոր բառներ չասեմ, էլի ով ինչ ուզում է թող իրական դառնա, անկեղծին, բոլորին հոգու խաղաղություն։ Հենց այդ եղավ մնացած ամեն ինչ կլինի։ Օրինակ ես որ առավոտյան արտանում եմ, մանավանդ բոլորը որ զապիս եմ, ստուդիայում լինում, գործ եմ լինում, մի անգամից տնեցիներին ասում եմ, այսօր եթե մի բան էլ չանեմ, միջև տնից դուրս գալիս, հանկարծ ոչ մեկը տենց չխորանակ, էլի որ ես խաղաղ տնից գնամ։ Անկեղծ եմ ասում, որ գնամ կարողանամ աշխատեմ, այդ ամենակարևորն է հոգու խաղաղությունը։ Շատ է, բայց դու տուն ունես մի հատ այնպես բալիկ երեխա, որ քո խաղաղությունը ուզի-չուզի լավ ապահովում է։ Հա, փառք Աստծո։ Էդի եթե այս աշխարհում մի քանի մարդ կա, դրանցից մեկը դու ես, որ այդ իմ կյանքի ամենամեծ երազանքն է եղել։ Ո փառք Աստծո, Աստվածատեր։ Հակո, բայց ոնց որ մի հատով եզրափակվել եք, հա։ Ասեմ ավելին, եթերում եմ ասում, սպասում ենք երկրորդ զավակին։ Վերջացավ։ Շատ հաճելի փշակաղվեցի։ Էնպես որ վաստակավոր պապանյայի նաև ինձ մոտ նստած, ես վստահ եմ երկրորդն էլ երրորդն էլ է լինելու, որովհետև դու սիրում ես երեխա։ Իսկ քո կինը երիտասարդ է, ինչպես ասեցիր, շատացրեք, ես վստահ եմ, որ ձեր գենը լավն է լինելու։ Շնորհակալ եմ ձեզ ցավոտ բան։ Շնորհակալ եմ։ Իսկ ես քեզ ասեմ, որ որպես արդեն ընկեր եւ պրոդյուսեր խնդրում եմ մի լավ գործ ստեղծագործել իմ աղջկա համար։ Ես քեզ ասում եմ պաշտոնապես, դու գիտես, որ ես 24 ժամ հասանելի եմ քո համար, որ քննարկման ենթակա չի, որ ժամին որ պետքա, քանի հատ որ պետքա, դու գիտես, ես պատրաստ եմ։ Դե ես ուզում եմ մի հատ Հայկո Գևորգյանի ոճով լավ ստեղծագործություն, որը գիտեմ, վստահ եմ ճաշակով է լինելու։ Մեծ սիրով։ Վերջացավ։ Ես քեզ շատ սիրում եմ, շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Երբևիցե համեստություն չանես ինձ հետ շփվելու համար, այն էլ եթերում, որովհետև ես պաշտում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ տարիներ անցնում է, միևնույն է, իմն եմ կողքին են, չնայած կարող եմ ամբողջ տարին քեզ հետ չխոսել։ Միևնույն է, ես քեզ շատ սիրում եմ։ Ես էլ քեզ թույլ կտաս մի փոքրիկ բան ասեմ ու Իհարկե։ Տարիներ առաջ 2000-ականներին, երբ որ այդտենց համացանց բան չկար, կհիշեմ բոլորը ամսագրեր, շաբաթաթերթեր կար, երևի շաբաթը 3-4 ամսագրի շաբաթաթերթի հարցազրույց է տալիս, այն ժամանակ դե շատ էր էլի եթերները բանը, կամ հեռուստատեսության տենց ինտերվյուներ է ունենում, անընդհատ այդ ամսագրերը ձեռքից գալիս էի, լուսահոգի հայրս ասում էր, ուրախանում էր, բանանում, ասում էր, տղա ջան, ուրախ եմ, որ առաջընթաց ունես, բայց կյանքում այս բնակավարում ինչքան որ առաջ գնաս, դրանից մի քայլ առաջ խոնարհ կլինես, ու այդ իմ ականջինող եմ արել, ու իրականում ես տենց ապրում եմ մինչև հիմա, Աստված թող իմ աստծուն տա, տենց էլ շարունակեմ։ Շնորհակալ եմ ցավոտ։ Ապրես, շնորհակալ եմ շատ քեզ։ Իսկ այսքանից հետո լավ տրամադրությամբ, ինչ որ գողացել եմ ամբողջ էներգիան իմ Հայկոյի եւ վստահ եմ, որ փոխանցեցինք լավ զրույցով մեր ջերմությունը հեռուստաէկրաններից այն կողմ, մինչև հիմա ձեզ այդ տաղանդավոր ընկերս էր եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում, բարին են ձեզ։ Տեր Աստված օրհնված այն օրից որ փայլեց իմ տունը լույսերից երանի կյանքի ճամփեն տանի դեպի սերը արժանի աղ չկաս համար իմ կյանքը տամ նայեմ ոնց որ բախտիշը հավատամ աչքերում քո իմ օքին կարդամ աղ չկաս համար իմ կյանքը տամ նայեմ սիրուն տեսքի դու լուժը տամ իմ աշխարհն ես դու բալես լույսը իմ հոր համար չկա ավելին քան երջանկությունը աղ չկա